Հայաստանում առաջին անգամ մտավոր սեփականության ոլորտի մասնագետներ կպատրաստեն էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի, մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության եւ Հայաստանի ամերիկյան համալսարանի կազմակերպած դասընթացներին մասնակցում են տարբեր ոլորտի մասնագետներ։ 25 իրավաբաններ, փաստաբաններ, մտավոր սեփականության իրավունքի մասնագետներ կվերապատրաստվեն մտավոր սեփականության, կուսումնասիրեն մտավոր սեփականության առարկան ավելի մանրամասնորեն եւ հետագայում կդասավանդեն ուսումնական հաստատություններում։ Մոտ 2 տարի առաջ մտավոր սեփականության գրասենյակն ու մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության ակադեմիան ստորագրել էին հուշագիր Հայաստանում ուսումնական կենտրոն բացելու մասին։ Գրասենյակի ղեկավարն ընդգծում է մի շարք երկրներում մտավոր սեփականության առարկան պարտադիր են դարձրել նույնիսկ դպրոցներում։ Ոլորտի հիմնական խնդիրը իրազեկման պակասն է։ Ինչ է մտավոր սեփականությունը, մտավոր սեփականության նկատմամբ հարգանքն է բացակայում եւ հույս ունենք, որ այս կենտրոնի ստեղծմամբ կկարգավորվի այդ հարցը։ Հայաստանում մտավոր սեփականության ոլորտում դեռևս բազմաթիվ խնդիրներ կան, ընդգծում է Քրիստինե Համբարյանը։ Հիմնական խախտումները տեղի են ունենում հեղինակային իրավունքի ոլորտում։ Բոլոր սրճարաններում, ռեստորաններում, հանրային սննդի վայրերում, որտեղ հնչում է երաժշտություն, սեփականատերերը օրենքով սահմանված պարտավորություն ունեն վճարելու հեղինակներին այդ ստեղծագործների օգտագործման համար։ Սակայն շատ դեպքերում իրազեկված չլինելու պատճառով որոշ դեպքերում ուղղակի միտումնավոր կերպով այդ հեղինակային հոնորարները չեն հասնում հեղինակներին, այսինքն չեն վճարում։ Հաջորդում են ապրանքային նշանների խախտումները։ Էկոնոմիկայի նախարարությունն այժմ մշակում է մտավոր սեփականության ոլորտի զարգացման ռազմավարություն, որով սահմանվել են պաշտպանության ավելի արդյունավետ մեխանիզմներ, որոնք կկանխեն խախտումները։ Նախատեսվում է նույնիսկ քրեական պատասխանատվություն։ Ուրիր Մկրտչյան, Արամ Հարությունյան, լուրեր։